Հարգելի դիտորդներ, այժմ գտնվում ենք Երևան Հրաչակոչար 27 աշենքի 27 շենքի բակում, որտեղ վերջերս կատարվեցին բավականին լուրջ աշխատանքներ, վերանորոգվեց ամբողջ բակը եւ բակը վերածվեց մի գեղեցիկ տարածքի։ Այստեղ մենք ունենք սպորտային հրապարակ, իր ամբողջ ցանկապատով, շատ գեղեցիկ, կանաչ ծածկով, շատ հարմար։ Ինչպես նաև տեսնում ենք ունենք հանգստյան գոտի, որտեղ կահավորված են ամեն տեսակի հարմարություններով, նստարաններով, խաղացայտ աղբյուրով եւ բակի երեխաները ոչ մեկը իր խաղալիքները տուն չի տանում, որովհետեւ տարածքը գիշերվա ժամերին անպայման գտնվում է փակ վիճակում, կողմնակի մարդիկ չեն կարող մտնել, ինչպես տեսնում եք, խաղալիքները դրված են բակում։ Չգիտես ինչու հարց է առաջացել քաղաքապետարանին, որպեսզի քանդեն այս ցանկապատերը եւ հանեն բոլոր դռները, որոնք որ ապահովում են մուտքը եւ ելքը։ Պատճառը այն է, որ մի երկու օր առաջ քաղաքապետի ոմն տեղակալ Լևոնը եկել է այս բակը իր կնոջ եւ երեխու հետ, ցանկացել է ներս մտնել, բայց նրան ասել են դռները փակ է, պետք է ասեք, բացեք, մենք դուք մտեք նայեք։ Վերջինս պնդել է, որ ոչ, այդ դռները փակ չպետք է լինի, ես պետք է երբ ուզենամ մտնեմ, որից հետո դիմել է թաղապետին, ասելով, որ այս հարցը պետք է վերացնեք, դռները պետք է քանդեք, ցանկապատերը քանդեք։ Մենք մի 10 բնակիչներով հրավիրվեցինք Արաբկիրի թաղապետարան, որտեղ որ նման խոսակցություն ունեցանք թաղապետի տեղակալի հետ եւ կոմունալի պետի հետ։ Վերջիններս համոզվեցին, որ պետք չէ քաղաքի այդ բակի տարածքը քանդել, վերածել, դարպասները հանել։ Եվ հիմա ոնց որ թե ըստ մեզ հասած լուրերի տեղեկություն կա, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել իսկապես շարքից քանդեն եւ հանեն այս ցանկապատերը, որոնք որ սահմանափակում են մեր խաղահրապարակը։ Այսինքն գիշերվա ժամերին դռները փակվում են, այս նստարանները չգողանալու, չջարդելու, չփչացնելու, այս աղբամանները չտանելու պատճառով առավոտյան դռները բաց են մինչև գիշերվա ժամերին։ Շենքի բոլոր բնակիչները ունեն հատուկ չիպեր, որոնց միջոցով դռները բացում են եւ կարողանում են իրենց թոռնիկների, երեխաների հետ խաղալ։ Ասեմ, որ բակի վերանորոգման աշխատանքների համար քաղաքապետարանի բյուջեից կամ պետբյուջեից ծախսվել է 186 միլիոն դրամ։ Եվ հիմա մարդիկ ցանկանում են այդ ծախսված 186 միլիոն դրամը քամում տալ, քանդել այն ինչ որ իրենց սրտով չի, այսինքն այդ փոխքաղաքապետ Լևոնի սրտով չի, նրան մերժել են բակում մուտքը։ Եթե բակը հանվի այդ դարպասները, ապա այս բոլոր սպորտային համալիրի բոլոր եղած ապրանքները մեկ շաբաթ 10 օր հետո կվերանան, որովհետև չենք կարող մենք գիշերները այստեղ պահակություն անենք, որպեսզի անօթևան մարդիկ, բոմժերը կամ ալկոհոլիկներն ու նարկոմանները այս բակերում չվխտան։ Մենք ունենք հատուկ վիդեոնկարահանում, որտեղ 2 տարի շարունակ այս բակը մաքրել ենք այդ նարկոմաններից, ովքեր որ ամեն տեսակի դեղերը տեղադրում էին բակի անկյուններում, ուրիշները գալիս վերցնում են